Սիրելիները, շարունակության մեջ նախորդ տեսանյութի հետ կավելացնեմ, որ ով ուզում է իր ներդրումները դնի եւ աջակցի, սիրելիներս, օգնության լումա հիմնադրամի սիրելիներս ստեղծման եւ բարգավաճման համար, սիրելիներս, որպեսզի Հայաստանը ոտի կանգնի, սիրելիներս։ Ոչ մի ղեկավար, ոչ մի սիրելիներս մասոն չի մտածում ձեր մասին, որովհետև աշխարհում, սիրելիներս, նեղություն տվողը չարն է, մասոնները եւ սիրելիներս այն իշխանները, որոնք ծառայում են իրենց, որոնք թալնում են ձեզ, ձեր փողերը, չեն թողում, որ դուք բիզնես դնեք ի բարօրություն, ի փառք Աստծո մարդկանց համար։ Եվ սիրելիներս, եթե դուք ուզում եք ինչ-որ բան փոխվի, դուք պետք է քայլեր ձեռնարկեք։ Այդ քայլը Աստված տվել է հնարավորություն, որ իր խոնարհ ծառայի միջոցով, այսինքն Տիգրան Դավիթ Մխիթարյանի միջոցով եւ ոչ միայն իմ, այլև իմ ընկերոջ եւ շատ մարդիկ, որոնք աջակից են, սիրելիներս, ծրագիրը իրականանա։ Եվ ինչ է իրանից ներկայացնում այդ ծրագիրը, ինչ նպատակասլացություն որ լինում է, սիրելիներս, ի փառք Աստծո եւ Աստծո զավակների փրկության համար, որպեսզի հոգեվոր փրկություն ունենան հավիտենական կյանքի համար, որտեղ սիրելիներս, ոչ ես, ոչ ընկերս, ոչ ինչ որ սիրելիներս մարդիկ, որ մեր հետ պետք է աշխատեն, մենք ոչ փառք ենք ման գալիս, մենք ոչ մի բան ման չենք գալիս, սիրելիներս։ Այս եթերները եւ իմ խոսակցությունը, այդ մտքերը բոլորը Աստծո փառքի համար է եւ ձեր համար, սիրելիներս։ Եվ Աստծուն, կայսրինը, սիրելիներս, ոնց որ գրված է։ Ես կուզենամ մի բան ասեմ, սիրելիներս, որը կարևորը ձեզ համար։ Փորձեք ներդրում անել առաջինը ձեր կյանք հոգևոր, որպես նոր ֆինանսական, սիրելիներս, որովհետև եթե դուք հոգևոր չունեք, իմաստ չկա ուրիշների մասին մտածել, որովհետև ասում եմ սկզբից աչքիդ մեջի գերանը հանիր, որ քո եղբոր մի աչքի մեջի ճյուղ անես, սիրելիներս։ Մտածեք առաջինը ձեր հոգևոր փրկության մասին, նոր մնացածի, բայց եթե դուք փրկված եք, դուք իրավունք ունեք մտածեք եւ միանաք այս խմբին, որ Աստվածի միջոցով ուզում է իրականացնել եւ որոշ մարդկանց, սիրելիներս։ Աստծո սերը եւ խաղաղությունը բոլորիդ հետ լինի, Աստծո կամքով թող իրականանա, սիրելիներս։ Ամեն, ամեն, ամեն։